Սանկտ Պետերբուրգում Հայաստանի հյուպատոսանի շենքում մահացած հայտնաբերված արցախցի նախկին պաշտոնյա Բորիս Ավագյանի դեպքով Հայաստանի քննչական կոմիտեի կողմից նախաձեռնվել է քրեական վարույթ քրեական օրենսգրքի 162-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով անձին ինքնասպանության հասցնել։ Հայտնում են ԿԿ-ից նշելով, որ գործը միասին քննելու են նաև Ռուսաստանի գործընկերների հետ։ Սեպտեմբերի 24-ին Բորիս Ավագյանին մահացած գտել են Սանկտ Պետերբուրգում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոսությունում։ Նախորդ օրը նա փախել էր Սանկտ Պետերբուրգի Կրասնոդատի դատարանից։ Նախնական տեղեկություններով Ավագյանն ինքնասպան է եղել, դեպքից առաջ էլ նրան բերել էին դատարան խափանման միջոցը ընտրելու համար եւ դատախազությունը նրան կալանավորելու միջնորդություններ ներկայացրել։ Ավագյանը մեղադրյալ էր հանդիսանում ակցիային վճարներից խուսափելու գործով։ Սկանդալային բլոգեր Վարդան Ղուկասյանը, որը հայտնի է Դոկ մականունով, չի արտահանձնվի Հայաստան, բայց պետք է լքի ԱՄՆ։ Տեղեկությունը հրապարակել է Դոկ կուսակցության Facebook-յան էջը։ Դատարանը գտել է, որ Վարդան Ղուկասյանի կողմից թույլ են տրվել միգրացիոն կարգի խախտումներ, ուստի պետք է լքի ԱՄՆ-ի սահմանները, ասված է հաղորդագրությունում։ Փետրվարի 21-ին տեղեկություններ տարածվեցին, թե ԱՄՆ-ում բնակվող Վարդան Ղուկասյանը հոսպիտալացվել է, սրտի հետ կապված լուրջ խնդիրներ ունի, վիճակը ծայրահեղ ծանր է։ Հայաստանի և Ադրբեջանի միջև ենթակառուցվածքների տրանսպորտային ուղիների բացումն առաջիկայում անպայման տեղի կունենա։ Այս մասին այսօր հանքարդյունաբերության ֆորումի ժամանակ հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունը և տարածաշրջանային ենթակառուցվածքների տրանսպորտային ուղիների սպասվող բացումը, որն առաջիկայում անպայման տեղի կունենա, նոր հնարավորություն է բացելու հատկապես հանքարդյունաբերության ոլորտում, ընդգծել է Փաշինյանը։ Հայաստան են ժամանել ԱՄՆ մաքսային և սահմանային պաշտպանության ծառայության ներկայացուցիչները։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ դեսպանությունը։ Պատվիրակությունը եկել է օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրած Թրամփի ուղու վերաբերյալ փաստաթղթի իրագործման շրջանակում։ ԱՄՆ մաքսային ու սահմանային պաշտպանության ծառայության թիմը մինչև հոկտեմբերի 11-ը կաշխատի Հայաստանի Հանրապետության սահմանապահ ուժերի հետ իրականացնելու կարողությունների գնահատում, ինչպես նաև բացահայտելու բարելավման կարիք ունեցող ուղղությունները, բացերի, ինչպես նաև հնարավորությունների վերլուծության շրջանակներում, ասված է հաղորդագրությունում։ Հայաստանի չեմպիոն Նոա ֆուտբոլային ակումբը հաղթել է UEFA-ի կոնֆերենցիաների լիգայի հիմնական փուլի առաջին խաղում, Երևանում հաղթելով խորվաթական Ռիեկային 1-0 հաշվով։ Հայերի միակ գոլը խփել է Նարդին Մուլախուսեյովիչը։ Այս հաղթանակի շնորհիվ Նոան հայտնվել է կոնֆերենցիաների լիգայի 16 առաջատարների թվում։ Երկրորդ տուրը Նոա ֆուտբոլային ակումբը կանցկացնի հոկտեմբերի 23-ին արտագնախաղում։ Երևանյան ակումբը մրցակից կլինի ռումինական Ունիվերսիտատե Կրայովային։ Երևանի ազատության պողոտայում վիճաբանություն է եղել 4 քաղաքացիների միջև, որն ավարտվել է դանակահարությամբ, կանտ ուժացներ հայտնում են ՆԳՆ մամուլի ծառայությունից։ Նշվում է, որ այսօր ժամը 4:30-ի սահմաններում ոստիկանություն օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ ազատության պողոտա 1/24 հասցեից քաղաքացիների կողմից Միքայելյանի անվան վիրաբուժական ինստիտուտ է տեղափոխվել 4 քաղաքացի։ ԶԼՄ-ների 4 վիրավորներն են Հնդկաստանի քաղաքացիներ են, որոնք ըստ նախնական տվյալների վիճաբանել են կենցաղային հարցերի շուրջ։ Դժվարներից երկուսի վիճակը ծայրահեղ ծանր է, երկուսը միջին ծանրության։ Ռոբերտ Սիմոնյանը նվաճել է սամբոյի երիտասարդների աշխարհի չեմպիոնի կոչումը։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանի սամբոյի ֆեդերացիան։ Սամբոյի պատանիների և երիտասարդների աշխարհի առաջնության 58 կիլոգրամ քաշային կարգի եզրափակիչ գոտեմարտում Ռոբերտ Սիմոնյանը 5-2 հաշվով հաղթել է Տաջիկստանի ներկայացուցչին։ Նշում է նաև, որ նա հռչակվել է սամբոյի երիտասարդների աշխարհի չեմպիոն, ասված է այս մասին հաղորդագրությունում։ Սամբոյի պատանիների և երիտասարդների աշխարհի առաջնությունը անցկացվել է Ինդոնեզիայում։ Սիմոնյանը աշխարհի չեմպիոն էր դարձել նաև 2022 թվականին։ Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը կայցելի Ադրբեջան, այս մասին հայտնում է ադրբեջանական ապագործակալությունը վկայակոչելով դիվանագիտական աղբյուրի։ Լրատվամիջոցի համաձայն հոկտեմբերի 13-ից 14-ը նախատեսված այցի ընթացքում Օվերչուկը Բաքվում կմասնակցի Բաքվում Ադրբեջանի, Ռուսաստանի և Իրանի կառավարական պատվիրակությունների եռակողմ հանդիպմանը։ Հանդիպման օրակարգի վերաբերյալ մանրամասներ չեն հաղորդվում։ Մի թողեք մեր հայրենակիցներին բռնապետի հետ մեն-մեն է ակաժում դիմադիր պատիվ ունեմ խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը ԵԽԽՎ լիագումար նիստին բարձրացրել է Ադրբեջանի բանտերում պահվող հայ ռազմագերիների ու Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության հարցը։ Նա նկատել է, որ այս ԵԽԽՎ վերջին նիստին բոլոր մասնակիցները անհամբեր սպասում են իրենց ընտանիքների մոտ վերադառնալուն ու այս համատեքստում հիշեցրել է, որ Ադրբեջանում պահվող հայ գերիների հարազատները զրկված են այդ հնարավորությունից։ Բաքվում Կարմիր խաչի գրասենյակի փակվելուց հետո պատանդների հարազատները և մենք
չունենք որևէ տեղեկատվություն մեր հայրենակիցների որպիսության մասին։ Դուք կարող եք ասել, թե դա մեծ քաղաքականություն է, հակամարտություն, միջազգային պայմանագրեր եւ այլն, բայց դա այդպես չէ, սա մարդկանց կյանքեր են, մարդկային ողբերգություններ, ասել է Մամիջանյանը։ Բանություն կազմակերպելու կասկածանքով Մոսկվայում ձերբակալվել է միլիարդատեր Իբրահիմ Սուլեյմանովը։ Այս մասին հայտնում են իրավապահ մարմինները։ Չերքիզոնի տիրոջ նախկին թիկնապա Իսմայելովը դատապարտվել է 14.5 տարվա ազատազրկման։ ԶԼՄ-ի տեղեկությունների գործը կարող է կապված լինել 2004 թվականին պրոֆեսիոնալ արբիտրաժային կառավարիչների միջտարածաշրջանային ինքնակարգավորվող կազմակերպության ղեկավար Գյորգի Տարեի սպանության կազմակերպման հետ։ Հետաքննող մարմինը կալանքի միջնորդություն է ներկայացրել։ Ծագումով դաղստանցի Իբրահիմ Սուլեյմանովը համարվում է Ռուսաստանի Դաշնության ամենաազդեցիկ միլիարդատերերից մեկը, նախարդախության և փողերի լվացման համար արդեն դատվածություն ունի։ Գլխավոր դատախազությունն ուսումնասիրում է Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի հայտարարությունը։ Այս մասին հայտնել են Հայաստանի գլխավոր դատախազությունից։ Ղուկասյանը ասուլիս էր հրավիրել եւ ասել. «Լրագրողներդ բոլորը տեսել եք, որ գծի հետևում եւ մնացած տեղերը խանութներ կան, որ մի մարդուն 60,000 դրամ փող եք տվել, ամբողջ քաղաքը խոսում է ձեր ընտրակաշառք բաժանելուց, ամբողջ հանրապետության ԿՊԱ-ականներին էլ բերել լցրել եք այստեղ ավտոբուսներով, այդքան մարդ եք գրում, ցուցակներ կան, մի տան վրա 57 հոգի մարդ եք գրանցում, ով է դրանք անողը»։ Նրա հայտարարությունները այս մասին հանրային հեռուստաընկերության եթերում պատասխանել է Գյումրի ավագանու ՔՊ խմբակցության անդամ Սարիկ Մինասյանը, հորդորելով գլխավոր դատախազությանը Ղուկասյանի հայտարարությունները ընդունել որպես հաղորդում հանցագործության մասին եւ ուսումնասիրել։ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել arczepiskopos Աջապահյանը դատապարտվեց 2 տարվա ազատազրկման։ Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմինե Մելիքսեթյանը հրապարակեց դատավճիռը։ Սեպտեմբերի 24-ին դատարանը մեղադրական վերդիկտ կայացրեց Միքայել arczepiskopos Աջապահյանի նկատմամբ իշխանությունը զավթելու կոչի մեղադրանքով, իսկ սեպտեմբերի 29-ին լրացուցիչ դատալսման ժամանակ դատախազը միջնորդեց Սրբազանին ազատազրկել 2 տարի 6 ամիս ժամկետով։